Ավելորդազերծում, ավելորդ իրերից ազատում, այս թեմային է նվիրված իմ բլոգը։ Ստեղծել եմ այդ բառը, որը ռուսերեն կոչվում է расхламление, անգլերեն կոչվում է decluttering, սակայն Հայաստանում հայկական իրականությունում եւ հայերեն բառարանում այն գոյություն չուներ։ Ուրախ եմ այս թեման տարածել մեր հայ հասարակության շրջանակներում եւ ստիպված հորինել եմ նաեւ երկրորդ բառը, խլամ բառին համահունչը, որը աղբ չէ, սակայն կիրառելի իրեր են, սակայն մեզ հարկավոր չեն։ Clutter անգլերեն եւ հայերեն առաջարկում եմ գործածենք ծանրաբեռ բառը, ծանրաբեռնված ենք մենք այդ ծանրաբեռների պատճառով, ծանրաբեռնված են մեր դարակները, մեր տունը, մեր կենցաղը։ Էնպես որ արդեն ուրախ եմ, տեսնում եմ, որ ավելորդազերծում բառը շատ է տարածվել հայկական համացանցերում, հայկական տիրույթում, ուրախ եմ շատ, այս երկրորդ բառն էլ կիրառենք միասին։ Ուրեմն, կանայք հաճախ գրում են, որ իրենք կարծում են, որ ինչ-որ բան իրենց հետ այն չէ, որովհետև իրենք ամբողջ օրը հավաքում են իրենց տունը, տունը կրկին թափվում է եւ իրենք իրենց մեղավոր են զգում ու ոչ լիարժեք են զգում եւ այսպիսի հարց է առաջանում, ինչը ինձ հետ այն չէ, սակայն հարգելիներս, ամեն բան ձեզ հետ այն է, դուք մեղավոր չեք, որ այդպես է կատարվում, զարգացել է մարդկությունը եւ իրերի քանակը շատացել են եւ ամեն առիթով մեր տուն նոր իրեր են մտնում, իսկ ինչպես ազատվել ավելորդ իրերից, որոնք այլևս մեզ չեն ծառայում, մեզ եւ մեր ծնողներին ոչ ոք չի սովորեցրել, որովհետեւ չի եղել այսպիսի լիություն։ Եվ ամենակարևորը, որ մեր տներում պետք է ստեղծենք համակարգեր, ինչի շնորհիվ բոլոր իրերը կունենան իրենց հարմարավետ ճիշտ տեղերը, զոնաները, կունենան համապատասխան կոնտեյներներ, այս ամենը կտեսնեք, կուսումնասիրեք իմ բլոգում ինձ հետ միասին, նաև կոչ եմ անում ձեզ, եթե դիտում եք հիմա այս տեսանյութը եւ գտնվում եք ձեր տանը կամ աշխատավայրում, եթե հարմար է, վերցրեք 10 րոպեով աղբի տոպրակը եւ կատարում ենք մեր սիրելի աղբի տոպրակի թերապիան։ Այն ձեզնից որևէ մեծ էներգիա ուժ չի տանի, սակայն կազատի ամեն օր մեկ դարակ ավելորդ իրերից։ Հենց հիմա վեր կացեք, վերցրեք աղբի տոպրակը եւ անցնենք միասին գործի։ Էնպես որ այս ալիքում միշտ կգտնեք մոտիվացնող նյութեր ավելորդազերծում իրականացնելու համար։